Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր ապրիլի 26։ Եվ քո Եհովա Աստվածը քո ամեն գործքերումը քեզ կօրհնե։ Երկրորդ Օրինաց 15-րդ գլուխ 18-րդ խոսք։ Իսրայելում եթե ինչ-որ մեկը ստրուկ ուներ, ապա նրան պետք է ազատ արձակեր իր ժամանակին, եւ երբ նա հեռանար իր ծառայությունից, չէր կարելի նրան դատարկ ձեռքով արձակել, այլ պետք էր առատ բաժին տալ, որպեսզի կյանքի ճանապարհին հաստատուն սկիզբ ունենար։ Եվ սա պետք էր անել ոչ թե դժկամությամբ, այլ ամբողջ սրտով, սիրով եւ ուրախությամբ, որովհետեւ Տերը խոստացել էր օրհնել այդպիսի առատաձեռն գործը։ Այս պատվիրանի հոգին եւ առավել եւս Քրիստոսի ողջ օրենքը մեզ պարտավորեցնում է բարի ու արդար լինել մեր աշխատավորների հանդեպ։ Մենք պարտավոր ենք հիշել, թե ինչպես է Տերը մեզ հետ վարվել՝ ողորմությամբ, համբերությամբ եւ շնորհով, եւ այդ հիշողությունը մեզ ստիպում է նույնպիսի շնորհով վերաբերվել ուրիշներին։ Որքան վայել է առատաձեռն լինել նրանց, ովքեր ողորմած Աստծո զավակներն են, եւ ինչպես կարող ենք ակնկալել, որ մեր մեծ Տերը կօրհնի մեր գործերն ու ձեռնարկները, եթե մենք ծանրաբեռնում ու ճնշում ենք նրանց, ովքեր ծառայում են մեզ։ Ինչ օրհնություն է այստեղ դրված առատաձեռն սրտի առջև։ Ամեն ինչում օրհնված լինելը ճշմարիտ օրհնությունն է։ Տերը մեզ այս օրհնությունը կուղարկի մասամբ հաջողությամբ, մասամբ հոգու խաղաղ բավարարվածությամբ եւ առավել եւս իր հաճության զգացումով, որն ամեն օրհնություններից բարձրագույնն է։ Նա կարող է մեզ հայտնել, որ մենք նրա հատուկ հոգատարության մեջ ենք եւ շրջապատված ենք նրա առանձնահատուկ սիրով, եւ սա երկրային կյանքը դարձնում է գալիք կյանքի ուրախ նախաբանը։ Աստծո օրհնությունը հարստությունից առավել է, այն ճշմարտապես հարստացնում է, չավելացնելով դրան ոչ մի վիշտ։